Կյանքում լինում են պահեր, երբ ամեն ինչ փխրուն է թվում, կորուստներ, հիասթափություններ, ներքին դժվարություններ, եւ չնայած ոմանք հետո անցնում են կյանքի նոր էջերին եւ մոռանում նրանց, ովքեր իրենց օգնել են, կան կենդանակերպի նշաններ, որոնք դա երբեք չեն անում։ Նրանք կարող են շատ չխոսել իրենց զգացմունքների մասին, բայց հոգու խորքում հիշում են յուրաքանչյուր աջակցող հայացք, մխիթարական խոսք եւ այն ձեռքը, որն իրենց բարձրացրել է դժվարին պահին։ Նրանց համար երախտագիտությունը վայրկյանական զգացում չէ, այլ հարաբերությունների հիմք։ Եվ հակառակը, մեզանից յուրաքանչյուրը գիտի գոնե մեկ մարդու, ով տարիներով հիշում է վիրավորանքները։ Կարծես դրանք երեք են պատահել։ Անարդարության հանդեպ նրանց հիշողությունը անթերի է, եւ սրտին դժվար է բաց թողնել վիրավորանքը։ Ովքեր են նրանք։ Բացառիկ կանխատեսումներով կիսվել է հայտնի աստղաբան Գայանե Սարգսյանը։ Ամենափողասեր կենդանակերպի նշանը։ Եկեք այսպես մեկնաբանեմ, մեկը չեմ ասելու, մի քանիսը նշեմ։ Ամենափողասեր կարիճները։ Միշտ ասում եմ, կարիճներին տրված է հանային գումարները վերցնելը։ Դրանք շատ մոտ են գտնում բանկի կառավարիչներն են։ Եթե նույնիսկ տնային տնտեսուհիներն են, նրանց ձեռքերում է գտնվում, եթե լուսինել է կարիճում իրենց տան գումարները։ Այսպես կարիճներ, ցուլեր, առյուծներ, իհարկե, այդ եղջյուրներն են, նրանք փողասեր այն առումով, որ կարող են ռեսուրսներ կուտակել ցուրերը եւ այծեղջյուրները։ Կույսերն էլ մանրուքներ կարող են հավաքել, բայց նրանց ֆինանսական հաջողությունները գտնում են նրանց գլխում։ Ամենաէմոցիոնալները խեցգետին, ձկներ եւ կարիճներ։ Խեցգետինները էմոցիաների իրենց ներսում են պահում եւ երբեմն ցավում է իրենց ստամոքսի խոց են ունենում, եթե մարսնել են լինում խեցգետում, ձկները մի քիչ լացկան են լինում, շատ էմոցիոնալ են, բայց երբեմն իրենց օգնում է հավատքը առ Աստված։ Կարիճները էմոցիոնալ են, բայց երբեմն լավ կծում են կարիճները եւ իրենց էմոցիաները դուրս է գալիս թույնի միջոցով։ Մնացածն է առյուծները էմոցիոնալ են այն առումով, որ նրանք այդպես թագավորական այդ բոլոր երջանիկ պահերը իրենց է տրված։ Ամենախանդոտ Ամենախանդոտ ինչ եք կարծում։ Առյուծները ասեցիք նույն հարցին, ասեմ այո, առյուծներն են, պատվախնդիր են առյուծները, ոչ խանդոտ։ Խանդոտ են կարիճները կրկին, եթե դավաճանեք կարիճին, իմացեք հարված կստանաք, տարբեր կերպ։ Միշտ ասեմ, կարիճները նրանք կարող է այսպես միանգամից չհարված են, բայց տակից իրենց գործն անեն, դավաճանություն, դավադրության մեջ չընկնեք։ Նաև խանդոտ նշաններից է խոյը կարող է միանգամից բռնկվել եւ այսպես կոտոշներով, իր պոզերով պոզահարել։ Այծեղջյուրը ցույց չի տա, բայց ասեմ, որ այծեղջյուրը շատ երկար ու դաժան հաշվեհարդար կարող է տեսնել։ Էլ ու մասին է։ Ամենաբարի նշաններից են։ Սկսենք ջրհոսներից։ Բարի, երջանիկ, ազատություն տենչող, երկորյակները, նրանց բարությունը խոսքի միջոցով է գնում։ Նաև բարության հետ կապված կշեռքները, նրանք էլեգանտ են, նրբանակատ են։ Երևի, այսինքն բարի այն առումով ձկներ խեցգետին կարող է նրանք է լինեն, բայց որ ի ցույց են դրում դրանք ջրհոսներ, աղեղնավոր, ամենաբարին աղեղնավորն է, որովհետև նրա Յուպիտերը նրա ղեկավարն է, նրանք առանց պատճառի երջանիկ են։ Այսօրվա համար վերջինը ամենառոմանտիկ նշանը։ Կշեռք, ռոմանտիկան, կլասիկան, առյուծ, էլիտան, կրկին, աղեղնավորները, նաև ջրհոսները այդքան չէ, նրանք այսպես ցույց են տալիս եւ նաև ձկները իրենց սրտում են սիրում։ Խեցգետինների ռոմանտիկությունը արտահայտում է իրենց ընտանեկան ջերմությունը պահելիս։ Կարող եմ ներկայացնել, թե ում մոտ ինչպես է ռոմանտիկան, ցուլերի մոտ գումարով կարող է արտահայտվել գումար հավաքելով։ Կույսերը ռոմանտիկ չեն այդքան, մի նեղացեք սիրելի կույսեր, ինձ ուղղել էիք, դա արևով է, բայց կարող է ձեր Վեներան է գտնվում առյուծում եւ դուք ռոմանտիկ եք։ Կույսերը մի քիչ նրանք պետք է աշխատեն իրենց վրա։ Դե ասեցի կշեռք, կարիճի ռոմանտիկան վերջանում եք սեքսուալ հարաբերությունների սկսելով։ Աղեղնավորները այնքանով են ռոմանտիկ, որ երկրից երկիր են գնում, այնտեղի տարբեր մշակույթները վերցնում են իրենց վրա։ Այդ ծղջուրներին դժվար է ասել ռոմանտիկ, բայց այդ ծղջուրի դիմացինը պետք է լինի ռոմանտիկ, որպեսզի նա կարողանա բացվել։ Ջրհոսների ռոմանտիզմը այդ
գժական ջրհոց եւ խոյ, հա, նրանք այդքան ռոմանտիկ չեն, որքան ակտիվ են, անզուսպ են եւ ոչ սովորական։ Այդքանը եւ ձկների ռոմանտիզմը արտահայտում է իրենց առանձին մի անկյունում աղոթելով, իրենց երազանքներում են ստեղծում, եթե Վեներան է ձկներում, ապա ապոլոնական սեր, այդ ամենը նրանց ներսում է լինում, բայց երբեմն չեն կարողանում արտահայտվել։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ ինչպես միշտ բովանդակային զրույցի համար։ Նմանապես Thank you.